2 տարի է գլուխներս մազոլ են անում իբր հնդկական զենքեր ձեռք բերելու մասին խոսակցություններով ու Միրզոյանը Հնդկաստանում ասում է մենք այդ զենքերը նպատակ չունենք օգտագործել որևէ այլ երրորդ կողմի դեմ 44-օրյա պատերազմում թշնամու ձեռք անցան միլիարդավոր դոլարների զենքեր որոնք մի պատրոն գոնե չէին կրակել ինչու Երևի որովհետև Փաշինյան Միրզոյանը չէին ցանկացել երրորդ կողմի վրա ուղղել այդ զենքերը 2020 թվականի դեկտեմբերին Նիկոլը զորքերը հետ քաշեց Սյունիքից թշնամին եկավ տիրացավ բարձունքների Գորիս կապան մայրուղուն ինչու որովհետև չէին ուզում երրորդ կողմի վրա զենք ուղղել 2021 թվականի մայիսին թշնամին գրավեց Վարդենիսից տարածքներ Սև լճի կեսը առանց մեկ պատրոն կրակելու Փաշինյանն ասում էր ես Սև լճի 30%-ի համար երրորդ կողմի վրա չեմ կրակի Իրենց ասած երրորդ կողմը Հայաստանի 200 քառակուսի կիլոմետրից ավելին մեր տարածքի մեջ է մտել այնպես որ Արարատ Միրզոյանը ճիշտ է ասում սրանք Հնդկաստանից բերած զենքերը ավելի շուտ կնվիրեն երրորդ կողմին քան կկրակեն նրա վրա Աննա Հակոբյանը կոչ էր անում զենքերը զարդ սարքել հիմա այդ կոչին են հետևել Զենքերը բերում են որպես զարդ Ընդհանրապես Նիկոլի կնոջ առաջարկները Հայաստանի կառավարությունը արագ իրականացնում է սկսած Մեհրիբանին Շուշիում չայ տալուց